իշխանությունը ձեզ եւ համարյա ընդդիմադիր դաշտին եւ ընդդիմադիր ուժերի մասին այսպես քննադատելիս նրանց մշտապես ասում են, որ նրանք Հայաստանը միութենական պետություն քաշ ուժերն են, հատկապես Սամվել Կարապետյանի առաջնորդած այս ուժի մասին են դա ասում եւ այնպես են ներկայացնում ընտրողների եւ հանրությանը, որ այս ուժը եթե կա իշխանության, ապա Ռուսաստանը կգա Հայաստանի իշխանության։ Ես կուզեի օրինակ դուք ասեք, միութենական պետության մեջ Հայաստանի քաշ տալու ինչ ծրագիր ունեք, ինչպես եք պատկերացնում արտաքին քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը առհասարակ Ռուսաստանի հետ հարաբերություններն են գերիշխելու, Ռուսաստանն է լինելու այստեղ հարցեր որոշողը, թե դուք բազմավեկտր, բալանսավորված քաղաքականություն եք վարելու։ Բայց դա մի հարցեր ունեմ, մեկ էլ խոսեք խնդրում եմ դաշինքների մասին, ճիշտ է թեկնածին, վարչուկի թեկնածին չեք ասում, որ ամենաշատ թերևս լրագրողներից հետաքրքրում, բայց ասեք օրինակ քննարկում եք նաև քաղաքական ուժերի դաշինքով, ոչ թե անհատների, այլ ուժերի դաշինքով մասնակցել ընտրությունների եւ արդյոք Սամվել Կարապետյանի բանտում լինելը բացասական չի անդրադառնալ ձեր հնարավոր հաջողության հարցում։ Շատ լավ, երկուսն է շատ լավ հարց են, առաջինը մի քիչ երկար կպատասխանեմ, եթե դեմ չեք։ Ինչ մեր դեմ, ինչ թեզ պետք է այդ մարդիկ առաջ բերեին։ Հիմնականում օպոնենտների դեմ բերում են թեզեր, որոնք վախեցնում են հանրությանը, որ փորձեն վախեցնել։ 21-րդ դարը մենք բոլորս ազատության սերունդ ենք այստեղ։ Այսինքն մեզ ուրեմն բանը ազատության սերունդ ենք, իհարկե Սարգիսը բազմանում հարթում են, որ իրենք կարող են այդ հղումը անել, բայց շատ կարևոր է, որ արդեն սովետական միությունը փլուզվել է անվերադարձելիորեն։ Սովետական միության փլուզման մեջ արմատական դեր է ունեցել Հայաստանի Հանրապետության այսօրվա հասարակությունը Ղարաբաղի շարժումը։ Եվ դրանից հետո այն ազգային ինքնագիտակցությունը, որին մենք հասել ենք, թույլ չի տա այստեղ գտնվող որևէ մեկին, սինե խոսքը դա քննարկելի է ուղղակի, որ անկախության սերունդը, նոր երիտասարդությունը հարցի տակ դնի Հայաստանի անկախությունը։ Միութենական պետությանը դեմ է։ Նախորդ անկախության կորուստը մենք վերականգնեցինք 900 տարի հետո։ Յուրաքանչյուր տերմինին դեմ ենք, եթե դա մեր սուվերենության կորուստի մասին է։ Կողմ ենք միայն տնտեսական ինտեգրացիաներին եւ այն ուղղություններով նաեւ, որը թերագնահատվել է։ Մյուս բանը, ինչպես նշեցիք, շատ կարևոր է նաեւ կուզեի ավելացնել առաջի հարցից։ Դուք ասացիք հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Կուզեմ մեկ անգամ էլ ասել, շատ կարևոր է հարաբերությունները եւ Ռուսաստանի հետ, բայց կա մի հատ հարց։ Մենք պետք է ունենանք երկրորդ դաշնակցային գիծը, որովհետև ամեն ինչ որ ժամանակը մեկ կարող է քո հիմնական դաշնակցի մոտ լինի վիճակ, որը քո անվտանգային խնդիրներ կարող է քո համար ստեղծել։ Դրա համար ավելի լայն դաշինքները միջազգային Հայաստանի համար ընդունելի են։ Կարողացան չէ։ Օրինակ դուք պատկերացնում եք արևմուտք ձեր հատվածությունը այնպես, ինչպես օրինակ ԿՊԱԿ-ներն են ներկայացնում, չէ՞, իրենք արևմտյան ԿՊԱԿ-ները ճիշտ եք ասում, ներկայացնում են իրենց արևմտյան ուժերով, որովհետև ոչ հյուսիսում, ոչ հարավում, ոչ արևելքում իրենք չկարողացան հարաբերություն ստեղծել։ Արևմուտքում կարողացան մի քանի անգամ հանդիպում ունենալ, բայց եթե իրենք կարող են Հայաստանի համար լուծել այն տնտեսական հարցերը, որը ժամանակին արևմուտքը լուծել է օրինակ Չեխիայի համար, նստեն քննարկել եւ ուղղակի մեզ գովազդն են ցույց տալի, բայց տակը բան չկա։ Սա ուղղակի մենք վճարելու ենք դրա համար, բայց ստանալու ենք ոչ մի բան։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը իմ խորին համոզմամբ ունակ չէ Հայաստանի համար ապահովել այնպիսի աջակցություն, տնտեսական եւ ոչ միայն, ինչպիսի ժամանակին ստացել է Չեխիան
Սլովակիան Լեհաստանը։ Այս պարագայում արևմուտքից այս պարագայում մենք տեսնում ենք, որ մենք ունակ ենք տնտեսական այնպիսի հարաբերություններ հաստատել այդ երկրների հետ, որ մինչև այսօր չի եղել։ Ճիշտ է, դա դժվար չէ, որովհետև հարաբերությունները շատ ցածր մակարդակի վրա են։ Ֆրանսիայի հետ առևտուրը $100 միլիոն է Հայաստան։ Մեծ հերոսություն չի լինի մեզ համար Ֆրանսիայի հետ առևտուրը մեծացնել, ռազմապատկել 2 անգամ օրինակ, բայց անգամ դա է ձեռք բերում։ Մենք պետք է եւ վստահեցնում եմ ձեզ, արևմտյան երկրների հետ տնտեսական հարաբերությունները կզարգանան ավելի դինամիկ, քանի որ երկրում լինելու է ավելի տնտեսապես ավելի պատրաստված իշխանություն։